Գլենդելի բնակիչների համար այսօր բացվում է նոր հնարավորություն։ Մեր քաղաքին պետք է պատասխանատու, փորձառու եւ վստահելի առաջնորդ, ով կկառուցի ավելի լավ ապագա մեր համայնքի համար։ Ռոնի Ղարիբյանը ունի այն փորձը, գիտելիքը եւ վճռականությունը, որոնք անհրաժեշտ են Գլենդելում իրական եւ դրական փոփոխություններ իրականացնելու համար։ Նա հանձնառու է զարգացնել տեղական տնտեսությունը, աջակցել փոքր բիզնեսներին եւ բարձրացնել հանրային անվտանգությունը, բայց ամենակարևորը Ռոնի Ղարիբյանը պատրաստ է քրտնաջան աշխատել, որպեսզի նվազեցվեն կոմունալ ծառայությունների բարձր ծախսերը եւ թեթևացվի Գլենդելի ընտանիքների ու բիզնեսների ֆինանսական բեռը։ Նրա առաջնորդությամբ Գլենդելը կարող է դառնալ ավելի ուժեղ, ավելի զարգացած եւ ավելի բարեկեցիկ քաղաք բոլորիս համար։ Հովիարկենք Ռոնի Ղարիբյանի օգտին Գլենդելի քաղաքային խորհրդի համար հունիսի 2-ին։ Բարեսրագիսես Ռոնի Ղարիբյան Real Estate Financing Գերչան կողմից այսօր մայիս 17 2026 թվականը, ինչպես տեսնում եք, ամիսները շատ արագ անցնում, արդեն բան չի մնացել, մինչև դպրոցներն էլ ավարտեն, մի ամիս է մնացել, հետո ամառվա արձակուրդներն է սկսում եւ արդեն 2026-ը իր ավարտին է հասնելու շուտով։ Բայց ունենք դեռ 6 ամիս։ Բայց ամենակարևորը ոչ թե միայն 6 ամիսն է կարևոր, պարզապես 2 շաբաթ է մնացել ընտրություններին։ Գլենդելի քաղաքապետության խորհրդի ընտրությունները, ինչպես ասում են անգլերենով Glendale City Council։ Եվ ես այդ տեխնոլոգիաներից մեկն եմ, ինչպես լուր ունեք, որ 3 աթորա բաց, որ 3 աթորի համար 12 հոգի փորձում են իրենց տեխնոլոգիությունը դրել։ Դժբախտաբար 12-ից 9 հայ են, այսինքն հայերը իրար դիմաց են պայքարում, ես չեմ խորանա իրանց մասին, դա կթողնեմ ձեզ, որ նայեք ճիշտ մարդիկ են, փորձառու մարդիկ են, կարող մարդիկ են եւ հնարավորություններ ունեն, փորձառություն ունեն, հարգանք շնորհք ունեն, ուժը ունեն, այդ բոլորը նայեք ով է ձեզի պաշտպանելու ամենաշատը եւ օգնելու իրականությունը ոչ թե սուտերով եւ ընդան քվեարկեք։ Մինչեւ 3 հոգի կարող եք, չեմ ասում 3 հոգու, մինչեւ 3 հոգի։ Այսինքն կարող եք 1 հոգու քվեարկեք, 2 հոգու քվեարկեք կամ 3 հոգու։ So այդ իմացել ունեք, կարող եք։ Անշուշտ ես միայն իմ մասին եմ կարող ասեմ եւ ձեզանից կխնդրեմ եւ կցանկանամ, եթե ինձ քվեարկեք, որտեղ եթե չքվեարկեք, ասեք ինչ տարբերություն կանի։ Իրանք որոշել են, իրանք բանանում, ոչ թե բան չկա, ձեր ամեն մեկ քվեն մեծ տարբերություն ան։ Քաղաքապետության ինչերի մասին խոսանք, անցյալում ասել եմ ինչ հարցեր կա, ինչ հարցեր չկա, բայց մեկ է մի քանի բան նկատի առնենք։ Մեկ լինելով նորեն Գլենդելի մասին միան խոսան, ոչ թե համաշխարհային, ոչ թե Հայաստան, ոչ թե Պարսկաստան ու Լիբանան, այլ ստեղ Գլենդելու մոտ կլորակացնեմ 200,000 բնակիչ ունի։ Եվ 200,000 բնակիչների մեջ կան մեր մեծերը, որ ասենք անգլերենով citizens հասկացողության, որ թոշակի անցած եւ այդում եմ ես մանկապարտեզներում տեսնում եմ բոլորից շատ հոյակապ զբաղվում եք դե ուրախ եմ եւ ունենք միջա հասակները, որ ընտանիքատեր են, աշխատում են, տեր եւ տիկին եւ ունեն փոքր երեխաներ եւ անշուշտ երեխաները եւ ունենք տարբեր ազգեր, ունենք հայ, որ մեծամասնությունը 50%-ից մեկ քիչ պակաս հայ ենք Գլենդելում, ունենք սպիտակ ամերիկացիներ, ունենք ֆիլիպինցի, ունենք կորեացի, ունենք պարսիկ,
ունենք լատինո, մեքսիկից կամ ուրիշ տեղերից եւ այլն եւ այլն։ Եվ հрьяաներ եւ այլն։ Ուրեմն ամեն խումբ ունի իր սովորությունները, իր պայմանները, իր ուզածները։ Եվ երբ որ ունես այս բոլորին, անշուշտ չես կարող մեկ որոշումով կամ մեկ ցանկությունով ամենին գող պահես։ Որտեղ կարող է մեկ բան ֆիլիպինցիների, կորեացիների համար շատ իրաց ցանկությունը հայերի համար լավ չելնի եւ այլն։ Բայց երբ որ այդ պատասխանատվությունը վերցնում ես ընտրվելու, բոլոր 200,000 հոգի ժողովրդին պարտական ես օգնես։ Բայց որպես հայ եւ ձեզանից խնդրում եմ ինձի քվեարկեք, քանի բաներ ինչպես 12 տարի հերոստակայարանի միջոցով ինձի ճանաչերեք, ունեմ տվյալները։ Մեկ, ինչպես նախկինում ասել եմ, ես ներկայիս Գլենդելի փոլիսի խորհրդի անդամներից մեկն եմ։ Եվ արդեն քանի տարի է։ Եվ իրենց աջակցությունը փոլիսը եւ հրշեջները միայն ինձ են տվել, ոչ մի ուրիշ տեխնացուի չեն տվել։ Ներկա խորհրդի անդամներից 2 հոգի, որ ներկայիս փոլիսի եւ հրշեջի իրանց բասն է, իրանց մեծն է, իրանց պատասխանը, ընդանցել են մեջքերին կային եւ որովհետեւ իրանք իրաց բասը չի կարող չանի, ուզենալով չի արել։ Սո իրենց աջակցությունը նաս տվել է, բայց 10-ը որ նոր ենք, ամենս 10-ս, որ 9 հայ ենք, ոչ մեկիս աջակցություն չեն արել, բացի միայն ինձ։ Եվ ինչու, որտեղ իմանում եմ, որ ապահովությունը շատ կարևոր է։ Ապահովությունը շատ կարևոր է եւ ոչ թե միայն փողոցը քշելուց կամ քայլելուց, այդ միայն ապահովությունը չի։ Ապահովությունը ելնում է, որովհետեւ եթե լուսաբացին 2-ին 3-ին հեռաձայնում եք 911, որովհետեւ լավ չեք զգում։ Ուզում ենք շատ արագությամբ հասնի, շատ արագությամբ ճանապարհը բաց լինի, որ հասնի, բավականի պաշտոնյաներ, գործավորներ, հրշեջներ, paramedics, police ունենա, որ ժամանակի հասնեն, քան թե այսօր քիչ ունենք հեռաձայները շատը նայենք ով տունն է կարող է աշխատի։ Եվ անշուշտ այս բոլորից ոչինչ հայախոս լինեն։ Երբ որ 911 հեռաձայնում եք եւ անգլերենով ասում են what's wrong, how can I help you, what's the matter, եւ դուք չկարողանաք բացատրել իրան, որ սիծս է կամ լավ չեմ զգում, դժվար օգնի ձեզ։ So այդ ավրա ինձի աջակցել են, որ ես իմանում եմ այդ անձն եմ, որ այդ օգնությունը բերելու է։ Բացի դա Գլենդելի բոլոր քաղաքապետի գործավորները Glendale Employees Union, այսինքն բոլոր գործավորների իրանց խորհրդի խումբը ուրբաթ օրը իրենց աջակցությունը ինձ ցույց տվան։ Նորեն միակ անձն եմ, որ բոլոր Glendale-ի Section 8-ի գործողը, մակրուչան մասը, շինարարության մասը, ինչ որ քաղաքապետության կապ ունի իրանց գործավորները, ոչ թե խորհրդի անդամները, ոչ թե նրանք վրևը նստում են, գործավորները են, որ գալիս է փողոցը ասֆալտում է, որ գալիս է այդ լույսը դուսի փողոցի լույսը երված է փոխում է, են որ փողոցի ջուրը հետում է գալիս է փակում է, որ կայծ չունես պրոբլեմա հեռացանում ես գալիս են կայծեր են սարքում։ Բոլոր այդ գործավորները ինձի միայն աջակցել են։ Ինչու՞։ Որովհետև իմանում են քանի բաներ։ Մեկ, ես փորձառություն ունեմ, իմանում եմ, որը սխալ է, որը ճիշտ է, որը պետք է անեն, որը պետք է չանեն։ Եվ եթե էլ չունեմ, իմ համար ինքս ինձի սովորելը եւ ասեմ ինձի մոր ժամանակ տվեք 2 օր, ինձ կհասկանամ, որտեղ իմանում եմ։ Դա մեկ։ Երկրորդը իմանում եմ, որ ես անձնական շահերու պահանջ չունեմ։ Միայն ես դասավանդելու, ձեզի սովորացնելու, ժողովրդին օգնելու 12 տարի ես ձեր հետ հերոստակայարանից ձեզի սովորացել եմ 12 տարվա մեջ։ Եվ իմանում եմ ուրիշները օգտագործում են,
ինձ չեն հերազայնում գործի համար եւ իմ տեղեկությունը վերցնելով այդում են իրանք շահում են եւ բիզնես են անում։ That's okay։ Ավելի ապրես, շատ ուրախ եմ, որ սովորացել եմ եւ օգտագործել եք եւ շահել եք։ Որտեւ այդ խումբը, որ ինձ հերազայնում, ասես 12 տարի էս մարդը ճիշտ է խոսում, հասկանում է, սովորում է, իր մոտ այդքան ուղղություն տա, շատ ավելի շնորհակալ եմ մտածից։ Բայց ճիշտ գործի համար իմանում եմ այս մարդը ես ճիշտ որոշումներ կտամ։ Եվ անշուշտ տանցից ոչինչ ֆինանսավորումը աշխարհի թիվ 1 կարևոր մահատ գործերից է, ուսումներից է, որ ինչ ուզենաս անես, ֆինանսը ամենից առաջի տեղն է գրավում։ Եվ մեկը, որ ֆինանսի թվաբանությունից տեղյակ է եւ փորձառու եմ եւ հասկանում եմ եւ իմանում եմ, մանավանդ էկոնոմի մասին, որ ես 12 տարի էկոնոմի եմ բացատրել, ինչա նշանակում, ինչպես կարդալ տակ ինչա։ Այս բոլորը մոքու համար, մատ քաղաքի համար նրանք որ աշխատում են, մատ հարուստություն ասենց մոհոք ունենան, որ իրանց օգնի։ Եվ նույն որ ինչ-որ օգնելու եմ, նույնը եթալու իմ մայրիս համար, իմ քուր եղբայրներիս համար, իմ հարազատներիս համար, իմ երեխաներիս ապագայի համար, ունենք հայկական հոմենթմենը, հոմը եւ այլն, ստանք պաշտպանել է պետք, պահպանել է պետք, ստանք գումար են ստանում պետական, որ իրաց դուրերը բաց պահեն, ելնի մեր Արարատը, հոմենթմենը կամ Շանթը եւ այլն Գլենդելի մասին է խոսքս։ Եվ այս ամենին տեր պետք է կայնես, մոլքի պետք է նոր տեր կայնի։ Քանի հատ բաներ ասեմ, որ շատ չեմ ուզում երկար խոսամ լուրերի ու մեր գործի մասին պետք է խոսանք խորհրդի անդամի մասին։ Հիմա վստահ եմ, այս էկրանի վրա տակը տեսնում եք հեռախոսի թիվը, վեբսայթը, QR կոդերը, քանի բաներ։ Մեկ որ այս վերջերս հեռաձայնում են, այդում են տուները, մանավանդ մեր տարոց ժողովրդինը, մեծերինը, եւ ասում մենք եկել ենք այս անձի կողմից, եւ ուզում ենք օգնենք լրացնենք այդ թուղթերը, կանանչ տետրակները, թուղթերը, ծրարները որ եկել է։ Երկու բան, դուք ձեր գրիչը ձեր ձեռքը վերցրեք եւ ասեք, որ ինձ ցույց տու Ռոնի Ղարիբյանի անունը։ Ցածից երկրորդն եմ, առաջի էջը, տակից երկրորդ անունը ես եմ, Ռոնի Ղարիբյանը, վերջից 12 հոգի ենք, ես 10-րդն եմ, 11-րդն եմ։ Տակից երկրորդը, դուք սևացրեք ինքներդ, դերեք ծրարի մեջ, փակեք։ Հետո տվեք իրան ով որ կա։ Չսևացրած մի տվեք իրան եւ չփակած մի տվեք իրան։ Եթե ճիշտ ովա, ոչ ոք մի տվեք, post-ի մեջ դրեք, չէ՞ պետք է ոչ ոք ուտակ, բայց եթե գալիս են, ասում են այս կամ են, գոնե իմ անունը սևացրեք, նախքան գալ, բացեք, թուղթերը հանեք, անուններ կտեսնեք, մեջտեղը առաջի էջը, տակից երկրորդը Ռոնին հեշտ է հիշելը, ամենը ուրիշ հայկական անուններ կան, կարող է մարդ շփոթվի Գևորգ էր, Գագիկ էր, Դավիթ էր, Վարդան էր, ինչ էր, Ռոնին հեշտ է հիշելը։ Ռոնին հեշտ է հիշելը, իմ անունս կտեսնեք Ռոնի գրվածը ցածից երկրորդը Ղարիբյան։ Այդ սևացրեք ով ուզում է գա։ Եթե եկել է ոչ ոք էլ դուրը չի խփի, ավելի լավ։ Այս էկրանի վրայի հեռախոսով հեռաձայնեք, մենք սիրով կգանք ձեր տունը, կվերցենք։ Եթե թուղթերը չի եկել ձեր տուները, եւ մանավանդ թե մանկապարտեզ եք տանում ընդեղում են լրացնում, նորեն նստեք այդ մանկապարտեզի կնգամոսը, դու գրիչը տուր ինձի, Ռոնին ցույց տուր որտե է, կարդացեք, կարող եք անգլերենով Ռոնին տեսնեք, ցածից երկրորդը, սևացրեք, հետո տվեք այդ մանկապարտեզի պաշտոնին։ Բայց ամենը հեռացանեմ ինձ, եթե թուղթերը չի եկել ձեր մոտ, եւ ամսի 2-ին քվեարկելու օրն է, որ 3-շաբթի օրն է։ Եվ առավոտյան 7-ից 8-ից բացում են այդ դուռերը մինչև գիշերվա 8-ը։ Նույն հեռախոսով գերազանեք մեզ 3-շաբթի ամսի 2-ին, հունիս 2-ին։ Մենք կգանք մեր մեքենայով ձեզ կվերցնենք, կտանենք այդ տեղերը, որ ձայն եք տալի, տեղում ձայն կտանք, հետ կբերենք ձեզի տուն կհասացնենք։
շատ հեշտ խնդիր չկա այդ կողմից էլ։ Բայց ամեն մարդու այդ թուղթերը մի տվեք, դուք լրացրեք անմիջապես անունը սևացրեք, որ գալիս են գոնե դու քո ձեռքով լցրած լինես եւ սևացրած լինես։ Շատ շնորհակալ եմ եւ անշուշտ դուք չէ, բայց այս կամպեյնը, այս աշխատանքը որ էթում է, անշուշտ եթե նյութապես կուզեք օգտակար լինեք, այս կողքի, եթե նայեք երկու կողմը այդ երկու QR կոդ կա, որ տելեֆոնով բան են անում, անշուշտ ձեր նյութական օգնությունն էլ մեծ դերակատարում, ինչու ոչ թե ես իմ գումարը ստամ, ոչ թե ունեմ դե չունեմի հարց չի, ճիշտ այլում, երբ որ ժողովուրդն են օգնում, քան թե ես ինքս իմ գումարով այս աշխատանքը տանեմ, որ կարող եմ հարցը տա մասին չի, օգնությունը ավելի հզորացնում է ցույց տալի, որ մեջքից կայնած է, որովհետև այս գումարները ոչ թե բաները տեսնում են մյուս տեխնոլոգիաները, նայ այս մարտին օրինակ մինչև հիմա ուրիշները մոտ $120,000 չափ ինձի օգներ են, $120,000 եւ այդ ցույց տալի մեջքից ինչքան զորավոր է։ Եվ ուրիշները որ չեն կարողանում սկսում են կասկածել, որ այս մարդը ծանոթություն չունի, բարեկամություն չունի, հարասիրված չի, նայում են դրամի վրայից քեզի, ոչ թե քո փողը, հա, ժողովրդին։ Շատ շնորհակալ եմ եւ անցնենք մեր այսօրվա լուրերի մասին, որ շատ կարեւոր է, շատ կարեւոր է։ Մանավանդ այս վերջերս այս անցյալ շաբաթ երկու հատ շատ հետաքրքիր, երկու հատ case, մի հատ իմ seller եմ ես, այսինքն օգնում եմ վաճառողին, մյուսը օգնում եմ գնողին եւ երկուսը նույն problem ունին հակառակ ուղղությամբ։ Հիմա կասեք այդ ինչ է, որ շատ հետաքրքիր է, երկուսը էլ է շաբաթ է լավ։ Այսինքն ամեն շաբաթ ես հարցեր ունեմ, ուրիշ հաճախորդներ ունեմ, բայց այս երկուսը երկու հատ էքստրիմներին, այսինքն չափազանցածներին։ Միացյալ Նահանգներում ոչինչ Կալիֆոռնիայում մանավանդ այսօրվա պայմաններով նոր զեկույց դուրս եկավ National Association of Home Builder, այսինքն շինարարների կողմից Կալիֆոռնիայինը, որ Կալիֆոռնիայում 8% բոլոր Միացյալ Նահանգների remodeling-ի, ռեմոնտանելու, նորոգելու, տուները ռեմոդելանելու 8% շուկան միայն Կալիֆոռնիան է, որ հսկայական է, որ 8% բոլոր Միացյալ Նահանգներինը միայն Կալիֆոռնիայում է։ Եվ դա ելնում է տարեկան մոտարապես $22 բիլիոն, 9 հատ 0, որ ռեմոդելինգի վրա է ծախսվում Կալիֆոռնիայում, մինչև այսօր, մինչև ներկայիս։ Այդ ինչ է մեզի ասում, ինչ է թարգմանում, որ ժողովուրդը, որ տանտեր են, շատ մեծ թիվերով, գումարով ներդրում են կատարում իրանց տուների վրա, որեսի իրանց տան արժեքը լավատեսեն եւ լավանա եւ առաջադիմություն ունենան, քան թե վաճառի եթե ուրիշ առնի։ Փոխան վաճառի եթե ուրիշ առնի, ռեմոդելինգով է զբաղվում։ Դե սա անմիջապես ազդում է տան արժեքներին, որովհետև տուները ավելի ի վիճակի են լինում։ Օրինակ խոսանք Glendale, Burbank, Pasadena, Luxury ազդեցությունը տեսնում ենք մեր անմիջականի մեջ։ Այսօրվա գնողները մեծամասնությունը իրանց համար նախընտրելի է պատրաստուն, որ միայն փոխադրվի, բալանին առնի, փողը տա, մուվան։ Ինչու՞, որովհետև շինարարության ծախսը եւ շինարարության ժամկետը 6 ամիս, 3 ամիս, 1 տարի կապ ունի ինչքան ուշացումները քաղաքապետության permit-ները է, որ ես տանբեկե սարքեմ եւ շինարարության անորոշ վիճակը չիմանալով այս պատը քանդամ հետեւի ինչ է, էսի ձեռ տվամ հետո ինչ է լավ, անորոշ չես ում ինչ ես անում, շատ լուրջ հարցայել է ժողովրդի համար։ Եվ գնողի համար ասում որ ես փոխանեն առնեմ
եւ այդ փողը ծախսեմ cash հիմա, որ էսի փոխեմ Խոհանոց նախնելն է որ ինձի ավել չարժարա եւ ավելի ինչպես եմ վճարում ֆինանսավորում եմ լոնը սա կանխիկ չի նախապես օրինակ տամ ձեզ եթե երկու տուն նույն չափշով ասենք 2000 square feet 1500 square feet նույն թաղամասում նույն school district-ի նույն դպրոցի քարտեզների մեջ բայց եթե մահը տունը լրիվորեն ռիմադելած է քան թե մյուսը չի եւ ինչեր ռիմադելար է խոհանոցը զուգարանները գետինները air conditioning-ը roof-ը տանիքը եւ modern finish-ներ ադրե շատ հեշտությամբ 200-ից 300,000 դոլար ավելի գվաճառվի որ ռիմադել է քան թե այն որ չի ելե եւ այսի խոսում ենք այս շրջակայքի մասին է խոսքը որ օրիջինալ չեմ ասում թափելու տունը նորմալ իրավիճակի հինը օրիջինալը օրինակ լաքանիադա եւ փասիդինա օրինակ եմ ասում գնողները շատ ավելի իրանց համար դիզայնը դիզայն ինչպես է դիզայնելած ավելի իրանց համար կարևոր է դա դիզայնը ավելի կարևոր է ասած պատոհանով ապակիներով ասած մի քիչ տարբեր դիզայնով եւ իրենք պատրաստ են որ ավելի շատ վճարեն որ turnkey հասկացում բալան են դնում մտնում աներ ու ապրում ապրանքներ բերում եւ իրանք սպասում են Pasadena եւ Lacaniadan որ իրանց ֆինիշները այսինքն ապրանքը որ օգտագործել են բարձր մակարդակի ապրանքներ լինի չէ որ թանկություն այլ լավ ֆինիշներ եւ updated նոր սիստեմ շո վերաբերում է Burbank եւ Valley Van Nuys Woodland Hills Grand Hills կողմերը մեծ մասը տանք շատ հեռու չէ տանք բայց Burbank-ից մեկ իջ դեպի Valley գնողները մեծամասնությունը ստուդիոներով եւ Netflix-ներով, Disney-ով աշխատող մարդիկ են, որովհետեւ Burbank-ից ստուդիոներն է եւ այդ շարունակում է նրանք որ աշխատում են ստուդիոների հետ, ոչ թե ստուդիոների հետը եւ ավելի media professional են, այսինքն հեռուստակայարանից ֆիլմերի professional-ներն են եւ իրենց համար նախընտրելի է հանգստությունը ոչ թե հանգստությունը հանգիստ convenience այսինքն հարմարություն ավելի շուտ ասեմ որ հարմար է եւ պետք է ճունի որ major լուրջ շինարարության համար պատասխանատվություն վերցնի որովհետեւ ինքը արդեն զբաղված է գործերով բայց այն տուները որ ճիշտ ձևի են արժեքավորվել, այսինքն ճիշտ լիստինգի արժեքը դրե եւ cosmetic fixture-ն, cosmetic ինչը նշանակում պատերը չես քանդում, միայն խոհանոցի կաբինետները հինա հանում ես նորն ես դնում, նույն տեղը։ Օրինակ պետքարանները հինա, պատերը թայլերը հանում ես նույն տեղը նույնն ես դնում, այդ ձևի cosmetic են ասում, գետինը նույնն է, ոչ չես հանում, միայն քանդում ես ուզածը գետինն ես փռում։ Այդտեղ դեռ ավելի շատ հնարավորություններ ունի մեր գնողների համար ավելի opportunity-ներ են։ Այն տուները որ livable է, այսինքն չես մտնում ներսը հոտը գետինը քարփետը կանանչ պատերի վրա հայտնի ինչ է սրճագոն ինչեր կա, այդ տեսակցությունը շատ եմ տեսել, բայց livable է։ Հին է, բայց կարող ենք ապրենք։ Վատ նորմալ է, հին է, բայց կարող ենք ապրենք։ Նայ հին է, դե չէ, վատ չի։ Այդ ավելի է գրավում գնողներին, բայերներին, որ իրանք ուզում են ժամանակի ընթացքին կամանց իրանց ճաշակով, որտեղ ճաշակի հարց է, մեկը այս գույնասիրում, մեկը այն գույնասիրում, մեկը առաջ ասեմ գլենդելում ունենք տարբեր ցեղեր, ազգեր, ամեն մարդ տարբեր ճաշակներ ունի, եւ ուզում է ժամանակի ընթացքին ինքը կամանց տանք սարքի, քան թե գա որ տակից քանդելու աշխատանք չի ուզում, ասում ես այսօր կապրեմ, մեկ տարի
այս բաճումը remodel կանեմ, մեկ տարի գետինները կփոխեմ, մեկ տարի խոհանոցը կփոխեմ եւ այլն։ Շո մեծամասնություն գնողները այսօր այն տուները, որ լուրջ հարցեր ունի, օրինակ foundation-ը, fundament-ը, գետինի տակը, տունը ինչի վրա է նստած, այդ որ տակը, այդ խնդիրը, կամ խողակները, plumbing-ը շատ հին է պրոբլեմա, կամ էլեկտրական panel-ը շատ հին է, կամ roof-ը գնացել է, major, ոչ թե cosmetic, ոչ թե bathroom kitchen, որտեղ այդ construction repair-ը, շինարարության ծախսը բավականի բարձր է եւ մնացել է։ Ինչ որ վերաբերում է վաճառողների համար, սելերների համար, չի նշանակում ամեն անգամ դու գումար ծախսես, էդի հետ կստանաս։ Էդի թող հիմակվանից ասեմ։ Լրիվ 100,000-ներ, 200,000 ծախսես remodeling-ի վրա, not always pays off։ Պատածական բաներ կորս strategically մենք կարող ենք ձեզ ասենք այս տունի վրա միայն էս է կարևոր կամ միայն սա է կարևոր, օրինակ ներկես միայն բավական է կամ միայն գետինը փոխես բավական է կամ միայն lighting-ը փոխ կամ միայն դուրի առաջի գեղեցկացնես կանանչով ծաղիկներով եւ այլն կամ միայն խոհանոցը եւ այլն, դա կարող է ահագին improvement ունենա գնողի համար հետաքրքրություն բերի գնողը տեսնելով։ So հարցը գալիս է տվյալը։ Այսինքն ամեն անձ, ամեն տանտեր պետք է հարցնի տվյալի գրկեզա։ Եթե ես ծախսեմ $29,000, $50,000 կամ $100,000 տունի վրա, արդյոք էդի կարժի, արդյոք եսի փողս հետ կստանամ, ելը մի բան էլ վրեն, դե ոչ, որտեղ էդի մեծ տարբերություն կա, 100,000 ծախսես ու ոչ մի տարբերություն չանի, որտեղ ոչ թե ամեն remodel նույն ձևի էլ կօգնի։ Օրինակ Glendale եւ Burbank-ի թաղամասեր ունի, պարզ cosmetic, այսինքն պարզ խոհանոց, bathroom, գետին, լույսը, տենցի բաներ փոխելով, միանգամից արժեքի մեջ հսկայական տարբերություն անում։ Հսկայական։ Բայց ուրիշ թաղամասեր կան, օրինակ, որ սելերը կարող է որ շատ ավելի ծախսես, քան թե գնողը պատրաստ է վճարի։ Այդքան չի ուժում վճարի, ինչքան ուժում է remodel լացելի։ So շատ կարևոր է իմանաս, որ թաղամասի մասին է խոսքը ձեր հատուկ քոնը։ Այսինքն եթե չեք իմանում ինձ հեռազանեք, ես կասեմ որը այո, որը չէ։ So ուրիշ մատ հարցումներից պետք է ինքները ձեզանից հարցնեք, որ արդյոք իմ տունս ներկայիս գնողը այս վիճակով գվճարի պատճառ է, որ հողս շատ մեծ է, ամենը 6,000-7,000 square feet-ին, իմս 14,000 square feet-ը, հողս մեծ օտակամ, թաղամասը ես գիտես քենեթիս վրև եմ սարի տակ եմ, բակս մեծ է, փուլ ունեմ, վիու ունեմ, հիմա տունը հին է, բայց վիուի համար գտան։ Կամ էլ չէ ADU-ն մեծ դեր է կատարում, ստե ADU հնարավորություն ունեմ, դե չունեմ։ Դե remodel անեմ, մաքրեմ, նախքան ծախեմ։ Այդ հարցն է պետք է դուք ձեզի տակ եւ անշուշտ ամեն մարդ բայեստ է իր բայեստ ասելով ամեն մարդ իր տունի վրա տարբեր է մտածում մասնագետից հարցրեք։ Եվ գնողներն էլ պետք է իրանցից հարցումներ տան որպես բայերներ, արդյոք կարժի այսօր այս տունի վրա շատ ավելի վճարեմ extra premium, որ պատրաստ է տեղափոխվեմ, որ նախնդրելի է մայր fixer առնեմ, որ cosmetic fixer, որ միայն տարին մեկ խոհանոցը փոխեմ, bathroom-ը փոխեմ եւ այլն։ Դա էլ մեր բանը պետք է նկատի առնես։ Դից այս խոսակցություններն է, որ ամեն օր շուկայի մեջ կա եւ տեսնում ենք եւ ելնում է։ So ինչ է ճիշտ մոտեցումը, ինչպես է ներկայացնում տունը, ճիշտ presentation, ճիշտ marketing, ճիշտ վիճակ եւ ճիշտ conversation, եւ ինչպես ասեմ գնողները որպես buyers իրանց համար
կարժի, որ պատրաստ է առնեն, կապ ունի ինչ գործով են զբաղված, քան թե առնեն դե սարքեն, կապ ունի կարող են փող հավաքեն դե ոչ։ Որտեւ եթե մտածում ես, որ այս շինարարությունը անեմ, արդյոք արժեքս տունինը կշատանա, պանջը կշատանա, այդ թաղամաս կա, ինչքան ուզում ես պալատ սարքի այդ լոքեյշնում, այդ պալատը չի արժեքը բարձանա, ավելի լավ է as-is ծախես, ինչպես ասեմ։ Ամեն տուն տարբեր է, նույնը չի, տուներ կա պետք է անեն, տուներ կա, որ չէ պետք է անենք։ Ինչու, որտեղ այսօր գնողները, ինչպես ասամ, նախկինում մեծամասնություն նոր գնող, երկու տեսակ գնողներ ունենք, որ first time buyer են, որ զույգեր են, professional են, երկուսը աշխատում են, ժամանակ չունեն կամ նոր երեխաներ ունեն, երեխաները փոքր այդ հատկալու ժամանակ չունեն 6 ամիս մեկ տարվա remodel-ինգի կամ մասնագիտությունը չունեն։ Օրինակ, սենց ասեմ, այդ երիտասարդ գնող ունեմ, չամուսնացած, professional, աշխատում է եւ մենակ է, ոչ օգնություն ունի, չի կարող այտենցի աշխատանքով տուն վերցնի հետո remodel անելու։ Ոչ ժամանակ ունի, ոչ փորձառություն ունի, ոչ էլ գաղափարը։ Ինքն իր համար միայն պետք է ավել վճարի, բայց պատրաստ առնի։ Հակառակը այն օրը մատ ուրիշ զույգերին, որ գումարն էլ պետք է ունենաս remodel-ինգի, ամեն մարդ չունի, օրինակ կարող է ես 20% down payment ունեմ կամ 10% down payment ունեմ, payment-ը կարող եմ վճարեմ, բայց $200,000 կամ $100,000 նախապես վճարելու փողն էլ պետք է ունենամ։ Այսինքն տուն առնեմ $1 միլիոն, 10% կանխավճարեմ 100,000, մատ էլ 100,000 պետք ունեմ remodel անելու, հələ քիչ եմ ասում, պետք է ունենաս դա էլ։ Ամեն մարդ չունի, ուզի պետք է առնի։ Հիմա ասեմ, այն որ livable condition-ը, որ մեջը կարող ես ապրես, այնի տարբեր է, քան թե այն տուները, որ չես էլ կարող մեջ ապրես, մի էլ նայի, I don't care ինչքան location-ը լավ է։ So ստանք փոքր բաներ են, որ մեզ եւ տարբերություն house-ը, դե condominium-ը, դե townhouse-ը, դե unit-ը, տարբերություն չի անի։ Ամենը նույն բաներ ունեն, բայց ինչպես ասամ, քաղաքից քաղաք փոխելու ենք։ Տոկոսների մասին խոսանք։ Տոկոսները, ինչպես իմանանք, պատերազմից հետո մոտ 0.5%-ի չափ բարձրացավ, բայց նորեն իջնում է, օրեր կա բարձրանում է, մոտարապես ամենացածրը որ ունենք, ամենացածրից մոտ 0.5%-ից ավելի բարձր է։ Բայց ինչպես միշտ հիշացրել եմ, տոկոսը մի բան է, որ կարող ես միշտ փոխես։ Այն օրը նորեն մի այդ հայրենակիցի հետ հաշիվ ենք անում, մոտ $1 միլիոն տուն էր, եւ payment-ը տոկոսներով բարձրացել է մոտ $500 ավել այլնում այսօր, քան թե ամենացածր կետը ունեցել ենք ստանից մի ամիս առաջ։ Եվ ասեմ, որ սպասեմ արժեքները ցած կա, սպասեմ տոկոսները ցած կա եւ այլն։ Անշուշտ ինչպես իմանում ենք, տան արժեքները չի իջե։ Adjustment արել է, սարքերը, բայց չի իջե։ Շո եկանք ասենք, արի այս տոկոսը հաշվենք payment-ի վրա $500 ամիսը տարբերություն են անում, ամենացածր որ ունեցել ենք մի ամիս առաջ, քան թե այսօր։ Ասեմ նա այս $500 մեկ տարվա ընթացքին ելնա $6,000։ Ճիշտ եմ, ասով այո ճիշտ ես։ Okay։ Եթե դու այսօր տուն առնում ես $1 միլիոն եւ payment-ները $500 ավել է մեկ տարվա մեջ ելնա $6,000 ավել ես վճարե։ Բայց մեկ տարի հետո refinance անելով այդ 500 իջացնում ենք, հետո այդում չեզոքանում է։ Այսինքն 6,000 վճարում ես միայն մեկ տարվա համար։ Ինչու տոկոսները մյուս տարի իջնի։ Չէ մյուս տարի 2 տարի հետո իջնի։ 2 տարվա մեջ պատերազմը այդքան չի հետա։ So 6,000-ի փոխարեն $12,000 ավել payment ես տվել։ Այսինքն այդ $1 միլիոնանոց տունը որ առել ես $1,12,000 ես արել։ Որտե $12,000 ավել տոկոս ես տվել, որտեղ ամենացածը չունեցար։ Բայց եթե այսօր չառնես, 2 տարի հետո այդ $1 միլիոնանոց տունը ինչ արժի կարծում ես։ 5% թանկանա 2 տարվա մեջ, այսինքն 2.5% ավելանա, $50,000 ավելացել է։
Այսինքն դու առնում ես $1,050,000, քան թե 2 տարի $500 ավել տաս, նոր $12,000 ավել ես տվել։ Էլ արժանես վերջացրե։ Պարզը լավ ինչ եմ ասում, հասկանում եք, վստահ եմ թվաբանություն հասկանում։ Այսինքն նախընտրել է դուք այսօր առնես 50,000 առաջ, էլ 50 եմ ասում, ավել չեմ ասում, որտեղ տոկոսները եթե իջավ, այդ 50,000-ը կեթավրե 1,100,000 էլ կեթա այդ տունը, $100,000 թանկոտ կառնես, հետո property tax-ն էլ թանկ ես տալի, քան թե առնում ես բարձր տոկոսով, տոկոսը իջնում է, refinance ես անում, տոկոսը իջացնում ես, բայց արժեքը մնում է արժեք։ Չեմ եթե պարզ է լավ, այսի ճիշտ կարողացամ բացատրեմ ձեզի դե ոչ։ So sense-ի մանրամասեր կա, մենք ուզում տոկոսները արագ նայենք, արագ եմ ասելու, որտեղ լիստինգներն են ուզում ցույց տալու են նայեն տոկոսները։ Ստան refinance-ի համար ինչ-որ ցույց եմ տալիս single family հողով տունի մասին է, condominium townhouse-ներին չի պատկանում, եւ ինչ-որ ցույց եմ տալի 800-ից վրևա, բացի մահ ծրագիր ունեմ, իդեպ 781-ից վրևա, մահ ծրագիրը 620, մնացածը 781-ից վրև են, բոլորը owner occupied մեջը բնակելի, ոչ մեկը չեն բան վարձու տուների մասին չի խոսքը, եւ տալում են մեկը տարբեր down payment-ների չափսերով եմ ասում։ Սա refinance անեք, եթե 25% էքույթ ունեք, այսինքն տունը կարժի 1 միլիոն, պարկ տա 750,000։ Եթե տունը արժի 1 միլիոն, պարկ տա 600,000, այս տոկոսներից շատ ավելի քիչ կլինի, քան թե ինչ-որ հիմա ցույց եմ տալի։ Սա եթե մեզ գումար քաշես վրան, cash out ես անում, եւ այս մեկը եթե high balance-ը, պարկը մեծ է, բայց ինչպես ասամ, միայն 25% էքույթ ունի։ Սա առանց tax return-ի եւ միայն տոկոսն ես վճարում, որ payment-ները շատ ավելի քիչ են։ Սա միակ ծրագիրն է 620 credit score-ով եմ ցույց տալի, մնացածը բոլորը 781 credit score-ով եմ ասում։ Սա այդ Biden program-ն է, ինչպես տեսնում եք, օրինակ եմ տվել, եթե $900,000 տուն ես առնում եւ 10% կանխավճար ես դնում, այսօր տոկոսը կլիներ 6 եւ $4,800 payment-ը կլիներ։ Այս ծրագիրը թույլատրում է առաջին տարին payment դելնի 3,800, երկրորդ տարին 4,300, նոր երրորդ տարին 6,800։ Եթե տոկոսները իջավ մինչև 6 հասնելը, իջավ 4-ի, մենք ստեղում կփոխենք լավ կանենք։ Բայց այս ծրագիրը քեզի թույլատրում է 2 տարի քիչոտ ունենաս, եթե ուզում ես քիչ տոկոսի ես սպասում, այսա ունենք ստեղում։ Սա first time home buyer-ի համար, որ միայն 3% կանխավճարով, սա 20% կանխավճարով, 20 տարվա fix, 15 տարվա fix, high balance-ները, այսինքն 832-ից 1,049,000 սա 20% կանխավճարով, սա 20 տարվա fix, FHA-ները ավելի հեշտ են underwriting-ը եւ ավելի հեշտ են պայմանները, FHA-ի պարան 3.5% կանխավճարով 5.75, high balance FHA-ը նույն ձևի 5.75։ Սա եթե FHA loan ունեք ներկայիս, FHA-ից FHA փոխանցելու համար 0 կոպեկ ծախս վճարեք, մենք կարող ենք տոկոսը իջացնենք 6.5-ի, կամ առանց point-ի 5.8-ի։ Ջամբոները, ինչպես տեսնում եք, սա առանց tax return-ի, եթե self-employed եք, դուք ձեր գործ ունեք, profit and loss statement-ով, ինչպես տեսնում եք, interest only-ով, house տուների մասին է, 780 credit score-ի մասին է, եւ սա ցույց եմ տալի ես օրինակը 25% կանխավճարով 6.800-0։ Սա bank statement program-ներն են, սա էլ bank statement program։ Այսի line of credit-ներն են 675-ից էլ ավելի քիչ ունենք, ես մի քիչ average եմ վերցրել եւ այս է fix-ը, որ ոչ թե փոփոխական։ Ինչպես տեսակ տոկոսները մոտարապես նույնն է մնացել, բայց տոկոսի մասին չեմ մտածի տուն առնելու համար payment-ը եթե կարող ես տաս, դա է կարևոր։ Ուզում եմ եկան լիստինգները ցույց տամ, ժամանակը կարճ է, ուզում եմ արագացնեմ, so ինձ ներողամիտ կլինեք, մեկ ինչ պետք է արագ լիստինգներ, ուզում եմ նայենք խնդրում եմ։ Սկսենք townhouse-ները եւ condominium-ները։ Այս օրինակը տվել եմ բան, այսի Burbank-ում 2 նինջասենյակ 3 լվացարան 927 square feet, տեսեցի remodel ելած է, ինչպես տեսնում եք, պատրաստ վիճակի մեջ է, մեծամասնությամբ, homeowners association-ը շատ լավ է, $260 է միայն,
եւ նայ սիրուն ռիմադել են արել եթե 10% կանխավճար դնես ուրեմն $62,000 եթե created ու tariff վրևա եւ full tax return-ով owner occupied-ով հաշիվ եմ արել payment-ին կենի $3,417 Homeowners Association Insurance ու tax-ն էլ $961 այսինքն միասին էլ մեզ մոտ $4,900 ամենը միասին Մյուս Encino 2.92 լվացարան 956 շատ սիրուն բարձր սիլինգով պատուանը շատ nicely done գետինը խոհանոցը 450 Homeowners Association-ը $639,000 Encino-ում moving condition պատրաստ ես են ուզում պատրաստա գործ չունեմ բալանին դուր ես եթե մտնեմ մեջը ամիսի 4,000 payment-ը ստամ ամեն մարդ ուրախ է Burbank 2.93 լվացարան 1214 square feet եւ $450 Homeowners Association asking price $649,000 նորեն great job մաքուր գործ են արել լրիվ ռիմադելած է $535 price per square feet շատ լավ է it's worth it washer dryer hookup and ներսնա definitely is worth it Սա Huntington Beach, ծովին շատ մոտիկ եք, այո, Huntington Beach 2 bedroom 2 bath 1108 square feet տունի մեծությունն է $382 Homeowners Association-ն է նայեք սիրուն, պատրաստ moving condition Huntington Beach ծովին շատ մոտիկ Եթե կանխավճար դնեք 10% $65,900 payment-ը դնում է $3,603 Եթե գուզես tax insurance Homeowners Association էլ հետը վճարես $1,118 դա էլ, նո։ Էլ ամենը միասին $4,700 ամեն պայմաններով $4,700 Huntington Beach Simi Valley 3.93 լվացարան 1724 square feet $450 Homeowners Association-ը $730,000 վերում է $423 Դեսում մաքուր վիճակի մեջ են ստանք, ես հիմա մեջ ապրում եմ ավելորդ ապրանք ունի, բայց pretty much moving condition, so շատ մեծ ծախսեր չեն ուզում ժողովուրդ անել, պատրաստ քաշվի Burbank 3.93 լվացարան 1200 square feet տունի մեծությունն է $385 Homeowners Association-ը asking price $778,000 վերում է $648 price per square feet Burbank-ում Քան թե չեմ մոռացել Burbank մենք մեր listing ունենք Cabrini-ում դեռ չենք դրել շուկան մակրուչան վրա ենք եթե ուզում եք off market townhouse Cabrini Burbank-ում հեռազանեք off market-ը կարողանանք դե ձեզի ցույց տանք Montrose 3.93 լվացարան 1506 square feet-ը բավականին մեծ է չափսը not bad վիճակը տեսնում եք it's okay այսինքն ոչ հինա ոչ նորա but it's all right բայց Montrose-ի համար $531 price per square feet is not bad $8,000 asking price եւ private garage-ն ունի եւ մեծ private patio-ն ունի այդ երկուսը մեծ դեր է կատարում townhouse condominium Pasadena ամենից hottest condo market in the country Երկրի ամենից hot condo market-ը Pasadena-ը 3.93 լվացարան 1496 square feet ունի մեծությունը $250 Homeowners Association-ը $899,000 եւ private garage-ն էլ ունի Նորեն Pasadena 2 bedroom 3 bath 1480 square feet ունի մեծությունը $688 Homeowners Association-ը $958,000 asking price $647 price per square feet Pasadena is a hot market Ոյելուն եմ condo townhouse Burbank 4.94 լվացարան 1861 square feet մեծությունն է $235 Homeowners Association-ը $605 price per square feet 1,125,000 Burbank-ում բայց շատ հսկայական մեծ unit-ը private garage-ով Ոյելը Glendale 1698 սկսի high-rise-ը բարձրաշենքա $425 Homeowners Association-ը չհարաշիներոշում $1,295,000 asking price նորեն լրիվ remodel-ած է լրիվ փոխած է recess light-երով գետիններով this is fantastic size-ն էլ ունես location-ն էլ լավ է
nice balcony, նստես, փուլնել ունես, this is great property. Okay, հողով տուներից տեսեք ժամանակ կանենք, մի քանիսը նայենք, Winnet կա 4 ինժեներիակ 2 լվացարան, 1454 square feet, 7500 հողամաս, դա $825,000 asking price նայեք, խոհանոցը նայեք, գետիներ նայեք, recess light-եր նայեք, ռիմադելելածը մաքուր moving condition, Օրինակ ես օրինակ եմ տվել 10% եթե կանխավճար դնես, դե քեզ լավ է եկամուտը, լավ է թուղթերը, լավ է առաջի անգամն առնում ես, $4,500 այլում payment-ներդ, $1,000 այլում այդ իր ավելորդ insurance-ն ու tax-ն ու տանք homeowners association չունի, բայց homeowners insurance ունես, այդ մեջ հաշված է, այլում է $5,600 ամեն ինչով payment-ով, so yeah, կարող եք անենք այդ 5,600 North Hollywood 3 նինջասենյակ 2 լվացարան 1358 square feet 6700 հողամասի մեծությունն է նորեն նկարները շատ լավ չի տալի, բայց լավ վիճակի մեջ է $950,000 asking price, օրինակ $700 price per square feet։ Մեկ ինչ North Hollywood-ի համար բարձր է, բայց ի վիճակի է, location-ն էլ լավ է, տեսիշ տունը քեզ է տալի պատրաստ վիճակի մեջ։ Դա մեծ դեր է կատարում, որ ժողովուրդ ուզում են գումար ծախսեն, դե չծախսեն, հողով տունել է։ Sunland 4 նինջասենյակ 2 լվացարան 1900 square feet տունի մեծությունն է 20,000 square feet հողամասի մեծությունն է $1 million asking price for $522 price per square feet, which is not bad $522 Remodeled A եւ չէ, այսինքն, բայց livable condition է։ Կարող ես հիմա մեջ ապրես հանգիստ, հետո ամեն տարի եթե մի բան կուզես remodel անես, $522 դե price per square feet։ Glendale 2 նինջասենյակ 1 լվացարան 1415 square feet։ Ուրեմն էսի 7300 հողամասի մեծություն էսի հինոտ տուն է, բայց հիմա ներկայիս կարող ես ապրես, անշուշտ կարող ես ապրես, ինչ է problem չունի։ Ներկը կա, խոհանոց հիմա այս tile է, outdated է, բայց հիմա ներկայիս կարող ես ապրես։ $774 է price per square feet, $1,100,000, $200 ծախսեցվել են, նոր կենես finish product։ La Crescenta 1400 square feet ունի մեծությունն է, 4 նինջասենյակ 2 լվացարան, 7600 հողամասի մեծությունն է, փուլով տունը էսել ռիմադելած չի, outdated է, բայց կարող ես հիմա ապրես մեջը ներկայիս մեծ ձեռք քաշելով կարող ես ապրես, բայց արդեն maximum price-ը ձեր $1,150,000, $816 որ դրել է, փուլ էլ ունի, շատ բարձր է, որ շտաբը փող ծախսես, արդեն you finish $1,100-1,200 finish, որ մի քիչ too much է։ Burbank 4 նինջասենյակ 3 լվացարան 2012 square feet ունի մեծությունն է, 6500 հողամասի մեծությունն է, $1,495,000։ Ստա վիճակը նայեք, էս էլ recess light-եր ունի, գետիներից նայեք մանջատախտակներն է, խոհանոցից not bad, washer dryer-ը, ամեն stainless steel է։ So $743 դրա price per square feet is not a bad price actually. Համեմատաբար is not a bad price, որ եւ garage-ը detached-ը կարող ես ADU սարքես։ Հիմա ADU չի, պարզապես նստելու տեղ է, բայց ADU-ն ունի կողքին։ Encino 4 նինջասենյակ 4 լվացարան 2600 square feet տունի մեծությունն է, 8500 square feet հողամասի մեծությունն է, շատ լավ է Encino-ի համար, զարմացա մեսի տեսան, վիճակը նայեք, շատ լավ տուն, շատ լավ թաղամաս, շատ լավ վիճակի, շատ լավ արժեք, $1,500,000 asking price, Encino, այս վիճակի տուն, I think it's a great opportunity, you have great home, I love it, շատ լավ տուն է, և արժեքն է շատ լավ են դրել։ Burbank 3 նինջասենյակ 2 լվացարան, մատ ADU ունի 3 նինջասենյակ 2 լվացարան, այո Burbank-ում տունը իր ADU-ով, ընդամենը 2400 square feet ընդամեն մեծությունը, 5600 square feet հողամասի մեծությունն է, asking price $1,550,000, որ $641 price per square feet, Burbank-ում ADU-ով, սենցի տուն, remodeled, moving condition, $1,550,000 is, երկու տունի փող ես տալի pretty much, which is not bad. Okay, մյուսը
Լակրսենթա 3.92 լվացարան 1684 square feet տունի մեծությունն է, 10,000 square feet հողամասի մեծությունն է, սա էլ ռիմադելած է նորից, տեսնում եք խոհանոցը $944 price per square feet, $1,589,000, բայց պատրաստ վիճակի մեջ լակրսենթայում հողդ ունես, բակդ ունես, տունի չափս ունես, Անշուշտ հողը բարձրանում է վրև ցած անում, բայց nevertheless 10,000 square feet հող ունես, so it's not bad. Glendale 4.3 լվացարան 2576 square feet տունի մեծությունն է, 6088 square feet հողամասը, $650 price per square feet, ես ինչպես տեսնում եք, մեր մասը ռիմադելերած է, բայց character-ի հարց է, այստեղ bathroom-ի պատը չի փոխել, բայց cabinet-ը փոխել է։ Այս մանրամասով նա $1,679,000 asking price, or $650 price per square feet, so which is a good home. Լականյարը շատ դեսի լավ էր, 3 bedroom, 3 bath, 1600 square feet տունի մեծությունն էր, 16,000 square feet հողամասի մեծությունն է, $120 դրերա per square feet, որ նոր պեկեստավրա remodel անես, ասի $300 էլ ծախսես per square feet, ամաս քիչը, so եթե 1668 square feet-ի վրա $300 էլ ծախսես, որ լականյա ավել, $500,000 փող պետք է ծախսես սա վրա, այսինքն առնում ես $1,300 price per square feet, why would anybody do that? Ո պետք է ստան 1,300 square feet դա, so definitely not worth it. Pasadena 3.2 լվացարան 2307 square feet տունի մեծությունն է, 7100 square feet հողամասի մեծությունը, շատ սիրուն է այս green room-ից, ես ունեմ ժամանակին, Երանի էր, it was good days. Բայց նայ, խոհանոցը տեսար, wow, nice, Victorian style, bathroom-ը, գետինի թայլը նայեք bathroom-ինը, match անում ես բանի հետ, ինչևից է, $1,800,000 Pasadena-ում, բայց $779 է price per square feet, good price, ճիշտ արժեքը դե, Grande Hills, 5 bedroom, 5 bath, 4,500 square feet տունի մեծությունն է, 36,000 square feet հողամասի մեծությունն է, շատ ճաշակով տուն սարքած է, որ ամեն մարդու համար չի, այդ բգե դուք սիրեք ես տեսակ, $385 Homeowners Association ունի այդ թաղամասի համար և փուլ էլ ունի, փուլով տուն, ասեմ ամեն մարդու համար չի, բգե որ սիրես ես տեսակ ռուսական ոճով, Victorian, տենցի բաներ ունի, անգլիական և ֆրանսիական խառը պայմաններով։ So ինչևից է $2,900,000 վերնում է $642 price per square feet, so արժեքը մեկ քիչ բարձր դրե for what it's offered, այսի բայց հողը մեծ է, կարող ես միջաստանես։ Լականյանը Flinders 4.4 լվացարան և ADU-ել ունի և էսի շատ լավն է 3,900 square feet moving condition նայի վիճակը նայի ունին 10,000 հողամասի մեծությունն է, պատրաստ վիճակի մեջ է, այս վիճակով դրա $994 price per square feet, εμեք հիշում եք remodel պետք է լիներ $1,000 դրեր էր և տակից պետք է քանդիր, էսի պատրաստ վիճակի մեջ է $3,888,000 եթե կարող եք այս տունը առնենք, հեռացանեք, ձեզի ցույց կտամ սիրով։ Լականյանը նորից 4.4 լվացարան 3,500 square feet տունի մեծությունն է 28,000 square feet հողամասի մեծությունն է, անշուշտ փուլով տունը, ով լականյանը տուն կարի առած փուլի 4 միլիոն կծախսես, փուլ չունենաս, $4,095,000 asking price, և ինչպես տեսնում եք պատրաստ է, այս էլ պատրաստ է, հիմա ճաշակի հարց է, ամեն մարդ իր ճաշակով մի բան գտնի վրեն, բայց ընդհանրապես պատրաստ է և լավ թաղամասներից մեկն է, այսի master bathroom-ն է ինչպես տեսակ, շատ մանրմուկ ունի 3,500 square feet դժվար է, մեկ հեռախոսով, բան տելևիզիոնով ասել կը մոտիկից տեսնեք էսի։ Ինչպես տեսակ տանք են մեր լիստինգներն ինում, մեր տոկոստերն ու մեր լուրերն էլ ասամ, չմորանաք, քվե տալու համար անպայման հեռաձայնեք, խնդրեմ այդ ինժեներս նորեն ցույց տա իմ հեռախոսի թիվը եւ վեբսայթը, որ կարող եք ինձ հեռացանել, տարբեր հեռախոսի նոմերներ կային, անունս գրեք Google-ի մեջ Ռոնի Ղարիբյան ամենտեղ կգա, բայց դուք լրացրեք ինքներդ, մի թողեք ուրիշները լրացնեն, որ վստահ ճիշտ
սևասած լինեք։ Շնորհակալ եմ եւ կհանդիպեմ ձեզ մյուս շաբաթ։ Տեսություն ձեզ։ Գլենդելի բնակիչների համար այսօր բացվում է նոր հնարավորություն։ Մեր քաղաքին պետք է պատասխանատու, փորձառու եւ վստահելի առաջնորդ, ով կկառուցի ավելի լավ ապագա մեր համայնքի համար։ Ռոնի Ղարիբյանը ունի այն փորձը, գիտելիքը եւ վճռականությունը, որոնք անհրաժեշտ են Գլենդելում իրական եւ դրական փոփոխություններ իրականացնելու համար։ Նա հանձնառու է զարգացնել տեղական տնտեսությունը, աջակցել փոքր բիզնեսներին եւ բարձրացնել հանրային անվտանգությունը, բայց ամենակարևորը Ռոնի Ղարիբյանը պատրաստ է քրտնաջան աշխատել, որպեսզի նվազեցվեն կոմունալ ծառայությունների բարձր ծախսերը եւ թեթևացվի Գլենդելի ընտանիքների ու բիզնեսների ֆինանսական բեռը։ Նրա առաջնորդությամբ Գլենդելը կարող է դառնալ ավելի ուժեղ, ավելի զարգացած եւ ավելի բարեկեցիկ քաղաք բոլորիս համար։ Հովիարկենք Ռոնի Ղարիբյանի օգտին Գլենդելի քաղաքային խորհրդի համար հունիսի 2-ին։